Դեռևս նախորդ տարի մայրաքաղաքում տնկված ծառատեսակներն ապահովել են շուրջ 95% կպչողականություն։ Կանաչապատ գոտիների մակերեսը մեծացնելու կենսունակությունը կորցրած ծառատեսակները նորերով համալրելու գործընթացը շարունակվում է նաև այս տարի։ Երևանի կանաչ հատվածի թարմացման եւ դրան նոր տեսք հաղորդելու նպատակով աշխատանքները մեկնարկել են Թումանյան փողոցից, որտեղ ավելի քան 80 տարվա թեղի տեսակի մանրատերև ծառերը փոխարինվում են եվրոպական տեսակի հուդայա ծառերով։ Ջերմասեր եւ չորադիմացկուն այս տեսակը, որը լայնորեն տարածված է նաեւ հարավային Կովկասում, առաջիկայում կանաչ ֆոնդի մեջ կունենա իր ուրույն տեղը զարդարելով գարնանային Երևանի փողոցները։ Մի ծառները, կյանքը ապրած ծառները հանում ենք, նորերը տնկում ենք, շատ տպի ծառներ ենք բերել։ Երկու ամսից կանաչի ժողովուրդը կտենան ինչպիսի ծառներ են կտնկել Երևանի համար։ Հին ու դեֆորմացված ծառերը, որոնք ոչ միայն չէին իրականացնում իրենց գործառույթը, այլև լուրջ վտանգ էին ներկայացնում հանրության համար։ Շատ ճիշտ է նա։ Պտածա պիտի հինա նայ։ Դա շատ ճիշտ է նա։ Ես այս փողոցի վրա ավտոն չէի կանգնացնում, տերևներ, փոքր, սաղ տնշիրա, այդ հաստատ գիտեմ, բայց սրանք ինձ տեսել են ոնց են աճում, սկզբից թվում է թե տենց իրանք չեն աճելու, բայց մեկ էլ մի 4 տարուց լավ կլինի։ Ինձ թվում է կարելի է հինը փոխարինել նորով, ինչու ոչ։ Եվ ցանկալի կլինի կանաչ գոտիները, որոնք ամբողջաբար ոչնչացվել են, ավելանա։ Փտած ծառերին կողմ եմ, որ փոխարինում եք, բայց որ փոխարինում չլինի, բնականաբար դեմ կլինենք։ Եթե նոր ծառա տնկվում, իհարկե ողջունելի է։ Եթե լավ նպատակի համար է, թող փոփոխություն լինի, փոփոխություն ցանկալի է։ Հին ծառատեսակների շարքում կան այնպիսիները, որոնք դեռ չեն կորցրել իրենց պիտանելիությունը։ Այդ իսկ պատճառով տնկվող նոր ծառատեսակների հետ միասին կշարունակեն ապահովել մայրաքաղաքի առողջ կենսամիջավայրը։